Էջմիածնի Ճեմարյանի երաժշտության ուսուցիչ Կոմիտաս Աբեղան երազում էր մեկնել Եվրոպա, բարձրագույն կրթություն ստանալու։ Միակ մարդը, որից կարելի էր օգնություն հուսալ, կաթողիկոս Խրիմյան հայրիկն էր։ Նա մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանցին խնդրեց լինել Կոմիտասի բարերարն ու հովանավորը։ Համաձայնությունը կայացավ և 1896 թվականին 27-ամյա Կոմիտասը ժամանեց Բեռլին։ Կոմիտասի հետ սկսեց պարապել անվանի երաժիշտ պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտը։ Նրա ընդունակությունները փայլուն էին, բայց կարող էր 27 տարեկանում դաշնամուր նվագել սովորել, չէ որ մատներն արդեն կորցրել էին այնքան անհրաժեշտ ճկունությունը։ Երբ ուսանողական առաջին տարին ավարտվեց, Կոմիտասի առաջադիմությունը ապշեցրեց ուսուցչին։ Գիտելիքներն այնքան հիմնավոր ու հարուստ էին, որ երկրորդ տարվա սկզբին նա երաժշտանոց մտավ, միաժամանակ որպես ուսանող և դասախոս։ Մեկնաբանության մեջ տեղադրեք հանճարեղ հայի ձեր սիրելի ստեղծագործությունները։